Ըստ Նիկոլ Փաշինյանի մեր խաղաղության երաշխավոր Ադրբեջանը այսօր քանդել է Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր եկեղեցին։ Սա ցավոք սրտի ոչ առաջինն է եւ ոչ վերջինը, եթե այս իշխանությունները մնան ու իշխեն Հայաստանի Հանրապետությունում։ Ընդամենը մի քանի օր առաջ նույն ձևով քանդվել է, հիմնահատակ քանդվել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ստեփանակերտում։ Ընկերներ, երբ որ մենք ասում ենք, որ սա թույլ խաղաղություն է, իրենց բերածը, սա պարզապես խոսք չի, սա պարզապես քարոզչություն չի, այս շատ կարճ եւ դիպուկ նկարագրությունն է այն իրավիճակի, այն խաղաղության ճակատավոր, որ նրանք բերել են եւ փորձում են մեր ժողովրդից կրկին քվե ստանալ, որպեսզի Ադրբեջանը շարունակի քանդել մեր հայկական եկեղեցիները եւ մեր հայկական մշակույթը։ Սա սպիտակ ցեղասպանություն է, սա մշակութային ցեղասպանություն է, որը իրականացվում է այսօրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Էլ ավելին, այս մշակութային ցեղասպանություն իրականացնողները այս իշխանությունների կողմից ներկայացվում են որպես մեր խաղաղության երաշխավոր։ Քանի օր է նրանք ներկայացնում են ինչ-որ ծրագրեր, խոստումներ են տալիս մեկը մյուսի հետևից։ Դուք տեսել եք ձեր 21 թվականի նախընտրական ծրագիրը եւ կարող եք համեմատել մեր այսօրվա օրվա հետ։ Քանի տոկոսն եք իրականացնել ձեր ծրագրերի։ Ձեր տված խոստումները սին են եւ փուչ։ Ձեր բերած խաղաղությունը ժամանակավոր է եւ թույլ։ Բայց փոփոխությունների ժամանակը եկել է, փոփոխություններ լինելու են միայն Սամվել Կարապետյանի հետ։